Մեր այսօրվա հերոսին 3-ամյա Գոհարիկին իր առանձնահատկությունը չի խանգարում հանգիստ շփվել հասակակիցների հետ։ Սակայն մեծերի դաժան աշխարհում նրան լուրջ փորձություն է սպասվում։ Նա երազում է աշխարհը երկու աչքով տեսնել։ Երբ նա ծնվեց, բժիշկները հավատացրեցին, որ երեխայի մոտ ոչ մի խնդիր չկա։ Երեխան ծնվել է առողջ, սակայն հետզհետե տեսան, որ երեխայի աչքը գնալով մեծանում է։ Բժիշկները դրեցին ծանր ախտորոշում նեյրոֆիբոմատոզ։ Դիտենք մեր Գոհարիկի մասին պատմող տեսանյութը։ Շատ հանգիստ բնավորություն ունի։ Երբեք չենք բողոքել, որ ասենք ինչ-որ ինքը մեզ հոգս է պարգևում, չգիտեմ, ամբողջ օրը կանցնի չես նկատի, որ տանը երեխա կա։ Շատ հանգիստ, իր համար, ինքը իր անկյունը ունի, կգնա խաղալիքները կլցնի, կխաղա, ինչ-որ հետաքրքրություն կգտնի։ Ինքը իրեն շատ սիրում է հայելու մեջ նայել, կգնա կկանգնի հայելու առաջ, կգնա իրան սկզբում այդպես, ասում այնպես, հետո կոպը բարձրացնում է, այդպես է իրան նայում։ Սա ինքը արդեն հասկանում է, բայց չի բարձրաձայնում։ Կարող է ժամանակ անցնի, ինքը որ առողջ երեխա ուրիշ տեսնի, որ իրանից մի փոքր տարբեր է, արտաքնապես իհարկե, տղայում միգուցե հարցեր տա, առայժմ այդպես հարցեր չկա։ Սահմանափակվում է հայելու առաջ նայելով, իրեն այնպես է իմանում, ոնց որ իրեն դուր է գալիս։ Ասել են, որ երեխան նման խնդիր ունի, ինչի չեք հրաժարվում երեխայից, ձեզ ապագա չի, ձեզ մեծ հոգս է պարգևում, պարգևելու։ Այս համար շատ դժվար է իրան այդպես տեսնելը։ Բայց երբեք այդ մտքին ես լուրջ չեմ վերաբերվել ու երբեք չեմ վերաբերվի, որովհետև ինքը իմն է, ինքը իմ երեխան է։ Ծնվել է նայած ոնց որ ուրեմն պետքա ծնվեր։ Ուրեմն Աստված այդպես է կամեցել, որ այդպես է ինքը ծնվել։ Միայն տեսքի համար չի, որ ասենք դու պետքա քո երեխայից հրաժարվես։ Ես իրան սիրում եմ նայած ոնց որ ինքը կա։ Ու ոչ մեկիս մտքով այդպեսի բան չի անցել։ Շատ ծանր է, իհարկե շատ ծանր է, բայց երբեք ես ասում եմ չեմ հրաժարվի իրանից ու մտքիս ծայրով անգամ չեմ պատկերացրել, որ ինքը ինձանից հեռու կարա լինի։ Ես ծնված ժամանակվանից իրեն սիրում եմ նենց ոնց որ ինքը կա։ Այսօր Անահիտը, մեր հերոս մայրիկը եւ փոքրիկ Գոհարիկը տաղավարում են, եկեք ողջունենք նրանց։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Գոհարիկ, դու մանկապարտեզ գնում ես, հա։ Իսկ այ ամենասիրելի ուտեստը մանկապարտեզում ո՞րն է։ Ինչ ճաշիկ ես սիրում։ Հա։ Հելո։ Փլավ։ Անահիտ, երբ գնաց առաջին անգամ, հա, Գոհարիկը մանկապարտեզ։ Հիշում եք այդ օրը։ Ոնց անցավ իր համար, ոնց անցավ մանկապարտեզի մյուս փոքրիկների համար։ Շատ սպասված էր իր մանկապարտեզ գնալը, շատ մեծ խանդավառությամբ պատրաստվել ենք իր մանկապարտեզ գնալուն, իր առաջին մուտքը մանկապարտեզ։ Մեծ ոգևորությամբ բոլորս պատրաստվեցինք, տան բոլոր անդամներով իր համար գնումներ կատարեցինք։ Սեպտեմբերի 1-ին վաղ առավոտյան արթնացել ենք, պատրաստվել ենք բուտիկներով, նվերներով։ Գեղեցիկ գնացինք, հայրիկն էր մեծ պատրաստվել, իր համար շատ բուտիկներ էր գնել։ Գնացինք պարտեզ, այնտեղ հոտ բազմություն կար, բոլորը առաջին անգամ էին եկել, ոմանք իրենց երկրորդ, երրորդ սեպտեմբերն էր մանկապարտեզում։ Ոմանք ճանաչում էին մեզ, իրենց համար արդեն սովորական էր Գոհարիկին տեսնելը, ոմանք չէին ճանաչում, օտար հայացքով էին նայում Գոհարիկին, բայց շատ մեծ ոգևորությամբ իրեն ընդունեցին մանկապարտեզ։ Գիտեք, ես հիացած եմ ձեր մայր տեսակով, որովհետև դուք ոչ մի վայրկյան չեք ընկճվել եւ երեխան 3 տարեկան է, ուրեմն երեխան ինչպես յուրաքանչյուր նորմալ երեխա պետք է գնա մանկապարտեզ։ Մենք հանդիպում ենք հաճախ, չէ, այլ մայրիկների, հա, երբ երեխաները անգամ փոքրիչ վատ առողջ են լինում, խուսափում են ընդհանրապես հասարակության մեջ, որ երեխան ներգրաված լինի, այլուր մնաց որ մանկապարտեզ գնա եւ իր տարեկիցների հետ շփվի։ Դուք իբրև մայր ինչ եք կարծում, դա իրեն օգնում է, որ նա խաղում է, շփվում է, այսինքն հասարակության լիիրավ անդամ է Գոհարը։
Իհարկե, ես միշտ կողմ եմ եղել, որ երեխան հաճախի մանկապարտեզ, հետագայում դպրոց, երեխային չպետք է կտրես հասարակությունից, նա պետք է անպայման ամեն ձևով ինտեգրվի հասարակության մեջ, գտնի իր տեղը, իր ուրույն տեղը այդ հասարակության մեջ, շփվի բոլորի հետ, ինքը շփվող ակտիվ երեխա է, գումարվում է մանկապարտեզի շփումը, իր համար շատ կարևոր է Իմ մանկապարտեզը։ կարծիքով այդ ամենը գոհարիկն է անում, նա է տրամադրում մարդկանց իր շրջապատին, որ իրեն այդպես խանդավառությամբ ընդունենք, որ մեկ ժամ է ընդամենը ինչ հեռուստատեսությունն է, բայց հեռուստատեսության բոլոր աշխատակիցների հետ արդեն հասցրել է խոսել, խաղալ, հարցեր տալ, ընկերանալ եւ ես գիտեմ ու նաեւ տեսանյութում լսեցինք, որ Գոհարիկը շատ է սիրում հայլու մեջ նայել։ Դա ինչ է նշանակում։ Դա չգիտեմ, երբ սկսվեց հայլուն այդքան ուշադրություն դարձնելը։ Երբ որ արդեն ինքը գիտակցում է իր թերությունը արտաքնապես, առանձնահատկություն է դա, միայն արտաքինով է ինքը տարբեր մնացած երեխաներից, բայց ոչնչով տարբեր չի։ Ես կասեի եւ նույնիսկ մի բան էլ ավել է, թող շատ բան չհամարեմ, իմն է իհարկե, բայց ինքը մի բան էլ կարող է ավել է։ Բայց ուրիշ երեխաներից Կառավարում ենք հյուրընկալել ենք հոկեբան Տիկին Արմինե Մանուկյանին, հետաքրքիր է իմանալ այդ հայլու գաղափարը, դա հոկեբանական ինչ-որ նշանակություն ունի, ընդհանրապես մարդկանց համար։ Այսինքն դա արդեն գիտակցում է երեխաներին տարբերվում է, թե դեռ չի գիտակցում։ Նախ ես ողջունում եմ փոքրիկ Գոհարիկին, վստահ եմ, որ բոլորս կմիավորվենք եւ Գոհարիկի խնդիրը անպայման իր լուծումը կստանա։ Ինչ վերաբերում է գիտակցելուն, ապա մայրիկը մի փոքր սխալվում է, որովհետև Գոհարիկը դեռ չի գիտակցում իր առանձնահատկությունը, ելնելով իր տարիքային առանձնահատկությունից, որովհետև 3 տարեկանում երեխաները կարող են իրենց տարբեր զգալ շորով, մազակալով, կոշիկով, բայց ոչ արտաքին տվյալներով։ Ինչ վերաբերում է իր հայլու մեջ նայելուն, ապա դա ավելի շատ աղջիկական դրսևորում է, ինչը հատուկ է բոլոր աղջիկներին, սակայն ես ավելի կան վստահ եմ, որ իր մոտ այդ սովորությունը ավելի հաճախ է դրսևորվել մանկապարտեզ գնալուց հետո, որովհետև հենց մանկապարտեզում նա արդեն ստացել է հնարավորություն տեսնել նաև իր տեսակի այլ ձևերը, այլ աղջիկների, այլ երեխաների եւ իր համար հետաքրքիր է ինչու է ինքը այսպիսին, իսկ աղջիկները ոչ այդպիսին։ Սակայն դա բնավ չի նշանակում, որ Գոհարիկը խորությամբ գիտակցում է իր առանձնահատկությունը։ Սա կոչվում է հայելային թերապիա եւ շատ հաճախ օգտագործվում է նաեւ հոգեթերապիայի ոլորտում, որովհետև երբ մարդը նայում է հայլու մեջ, նա տեսնում է իր իրական արտացոլումը, շատ հաճախ նա կարողանում է բռնվել ինքն իր հետ այո, մենախոսության եւ ավելի քան վստահ եմ, որ բոլոր դերասանները, ովքեր պատրաստվում են ինչ որ դեր ստանձնել որևէ, ասենք, ներկայացման կամ ֆիլմի մեջ, անպայման ինչ որ մի պահ փորձ են անում նաեւ հայլու առաջ, որպեսզի տեսնեն սեփական արտացոլումը։ Նույնը կատարվում է Գոհարիկի հետ եւ չգիտես ինչու ես այսպես նախազգացում ունեմ, որ մեր Գոհարիկը ապագայում կամ շատ լավ հաղորդավարուհի կդառնա, որովհետեւ շատ սիրեց Լիլիթին եւ նաեւ Խոսեցինք հոգեբանական խնդիրների մասին, բայց միևնույն է Գոհարիկը շուտով մեծանալու է եւ բախվելու է մեկ այլ աշխարհի, մեծահասակների աշխարհին։ Ինչպես պետք է ծնողները ճիշտ կարողանան երեխային պատրաստել, որ հիմա այնքան նա ուրախ է, այնքան դրական երեխա է, որ այդ զգացողությունները երեխայի մոտ պահպանվեն, որ ինչպես ասեմ, որ սխալ չլինի, որ չչարանա մարդկանց հանդեպ, ովքեր միգուցե այլ հայացքով իրեն նայեն։ Նախ երեխան ոչ մի պարագայում չպետք է մենակ մեծանա ընտանիքում։ Եվ ես հորդորում եմ մայրիկին, որպեսզի անպայման Գոհարիկը ունենա կամ քույրիկ կամ եղբայր։ Սա առաջին նախապայմանն է, որտեղ Գոհարիկը կկարողանա իրեն պաշտպանված զգալ ոչ միայն իր ծնողների կողմից, այլ նաև իր
քիչ թե շատ հասակակիցի կողմից, հարազատ հասակակից։ Այ հետաքրքիր եկեք հարցնենք Գոհարիկին։ Գոհարիկ, դու ուզում ես քույրիկ կամ եղբայր, հա? Քույրիկ։ Ինչ վերաբերում է հասարակությանը, ապա ես կարծում եմ, որ մենք արդեն ապրում ենք այն ժամանակահատվածը, երբ հասարակությունը ընդունում է որոշակի առանձնահատկություններ ունեցող մարդկանց եւ այդ չափ կտրուկ չի զատում իրենցից այդ մարդկանց։ Այսօր կա ներառական կրթություն, այսօր կան ներառական մանկապարտեզներ, բայց ես ավելի քան վստահ եմ, որ ամեն ինչ չի լինելու, որովհետև երեխայի մտավոր զարգացումը, նրա իմացությունը, ինչպես նշեց իր մայրիկը եւ իրավացի նշեց, որ ավելի քան բարձր մակարդակի վրա է գտնվում։ Ես անկեղծ ասած զարմացած եմ եւ ուզում եմ այսպես գոհունակությունս հայտնել թե մայրիկից եւ թե մանկապարտեզից, որովհետեւ նրա սոցիալականացման գործընթացը ես ակներև է, որ շատ լավ է կատարվել, ապրեք։ Շարունակելով ձեր սկսած թեման, առաջարկում եմ դիտենք, թե ինչպես է Գոհարիկը ժամանակ անցկացնում, օր անցկացնում իրենց մանկապարտեզում եւ իր ընկերների հետ։ Գոհարիկը մեր լավագույն երեխաներից է, որ իմ խմբում հաճախում է, մենք շատ սիրում ենք իրեն։ Ինչպես ես, այնպես էլ մորաքույրը եւ խմբի մյուս բոլոր բալիկները շատ մեծ սիրով ու ջերմությամբ սպասում ենք, ամեն առավոտյան ընդունում ենք իրեն։ Նա էլ մեզ է շատ սիրում եւ երեխաներին։ Իր խաղային գործունեությունը շատ լավ է, ոչ մի խնդիր չեմ տեսնում կապված երեխաների հետ։ Շատ տրամադրությունը շատ բարձր։ Ինքը իրեն այստեղ շատ լավ է զգում։ Եվ տաղավարում մեր հյուրն է դաստիարակի օգնական Արփինե Գրիգորյանը, բարի երեկո Արփինե։ Դուք ինչ կասեք շփման մասին, հա, Գոհարիկի հետ։ Լավ է իրեն զգում։ Գոհարիկը սկզբնական շրջանում, որ ընդունվեց, շատ շփվում էր տղաների հետ։ Ինչպես բոլոր աղջիկները։ Այո։ Հետո աղջիկների հետ։ Հիմա բոլորի հետ շփվում է, ուրախ, գալիս։ Այ ինքը ուրախ եւ լավ է շփվում։ Իսկ ինչ կասեք մյուս մանկապարտեզի փոքրիկների մասին։ Իրանք բոլորը շփվում են իրան, սիրում են։ Ինքը շատ լավ երեխա է եւ հասկացող, ամեն ինչը տեղը, ինքը գիտի իր ամեն քայլը նկարչության մեջ, խաղային ժամանակ։ Տաղավարում մեր հետ է նաև Տիկին Գոհարը, տատիկը։ Մենք խոսում էինք հա սկզբնական շրջանում, հատկապես դուք ձեր նախնական խոսքում ասացիք, որ ոչ մի վարքյան եւ ոչ մի ակնթարթ չի եղել, որ մտածեք երեխային թողնել։ Այստեղ շատ կարեւոր է նաև տատիկների, պապիկների մեծամասամբ ամուսնու դերը։ Երբ իմացաք երեխայի ախտորոշման մասին, հա, ձեր առաջին արձագանքը ո՞ր է եղել։ Շատ մեծ ցավ ապրեցինք, իմանալով այդ հիվանդությունը։ Ես առաջարկում եմ, որպեսզի Գոհարիկը հիմա գա ինձ հետ, մենք մի փոքր տաղավարում զբոսնենք, հա, կգաս մոտս։ Վահեի հետ ման կգաս։ Արի։ Ինձ թվաց միայն իմ հետ անգերացել, փաստորեն ոչ։ Հաղորդման վերջում ես ու Գոհարիկը էլի կգանք, կամ ես մի քիչ ավելի։ Սիրելի հյուրեր, ինչու մենք որոշեցինք հա մեր զրույցը շարունակել առանց Գոհարիկի, որովհետև երևի թե նաև ճիշտ ժամանակն է արդեն անդրադառնալ երեխայի ախտորոշմանը։ Արմինե, դուք կարող եք ասել երեխայի մոտ ինչ ախտորոշման եւ ախտորոշման ինչ փուլում է գտնվում հիմա երեխան։ Երեխայի մոտ ախտորոշվեց նեյրոֆիբրոմատոզ։ Ամենասկզբում վարկածը երկրորդ տիպի վրա էր, երբ որ նոր էինք իմացել, դեռ ինքը 3 ամսական էր։ Հետագայում հետագա հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ իր մոտ նեյրոֆիբրոմատոզ առաջին տիպն է, ոչ թե երկրորդ։ Բացատրենք հեռուստատիտողներին եւ մեր հյուրերին, թե ինչու մենք այսօր չունենք տաղավարում բժիշկ, որովհետեւ սովորաբար միշտ լինում է երեխայի բուժող բժիշկը կամ բժիշկով կարող է ներկայացնել ախտորոշումը։ Մեր երկրում երեխային չի դրվել բուժում եւ ցավոք սրտի տեղի բժիշկները չեն կարող խնդրին լուծում տալ։ Այդ իսկ պատճառով չունենք բժիշկ, ով կարող է հարցերի պատասխանները տալ, բայց տեսնում ենք, որ մայրիկը լավ տեղյակ է ամեն ինչից, հա, Արմինե։ Երկրորդ տիպի մոտ նկատվում է նույնիսկ լսողական խանգարում, իսկ մեզ մոտ այդպիսի բան չի գրանցվել։ Մենք մինչև 6 ամսական հետազոտվել ենք նույնիսկ լոր բաժանմունքում,
անընդհատ լսողական ապարատն էինք ստուգում, պարզվեց, որ իր մոտ ամեն ինչ նորմալ է։ Երբ երեխայի մոտ նկատեցիք արդեն, որ դեմքը այտուցվում է, այդ ժամանակ այտուցը ավելի փոքր էր, տարիների ընթացքում հետս հետը այտուցը մեծացել է։ Ինչ էին ասում բժիշկները, միգուցե անհապաղ պետք էր վիրահատական միջամտություն։ Ինքը ծնվեց այդպես, դեմքի վրա ասիմետրիա ուներ, աչքը արդեն այտուցված էր, մեկնաբանեցին ծննդատանը, որ դժվար ծնունդը ընթացքում կանցնի։ Այդպես էլ ինքը իր մոտ փոփոխություն չնկատվեց դեպի լավը, դեպի դրականը, երբ որ երկրորդ 40-ը, այսպես ասած, դուրս եկավ, իր մարմնի վրա առաջացան հետքեր, կոֆես մալակոմ, այդպես է հետքերը, մտածեցինք ինչ որ լուրջ խնդիր կա, բացի այն, որ աչքի հետ արդեն աչքը ախտահարված է, դիմեցինք նեղ մասնագետների, տարբեր հիվանդանոցներ ենք գնացել, աչքի հետ կապված, որովհետև ակնհայտ երևում էր աչքի վրա է խնդիրը։ Սկզբում ասեցին, որ ակնագնդի բորբոքումը, ակնագնդի բորբոքման դեմ սկսեցինք պայքարել, տեսանք ոչ մի արդյունք։ Հետո նորից դիմեցինք աչքի մասնագետի, հետազոտեցին, արցունքագեղձն է բորբոքված։ Մի խոսքով, ամեն մեկը իր տեսակետը առաջ քաշեց։ Իրենց բուժումները բոլորը կատարեցինք, բայց ոչ մի փոփոխություն։ Վերջում գնացինք մեկ այլ մասնագետի մոտ աչքի պահով, այնտեղ բաժնի վարիչը մեզ ընդուներ շատ ջերմ, շատ բարեհամբույր, զննեցին Գոհարիկին, ինքը այսպես ասաց, որ լավ կլինի դիմենք նյարդաբանի։ Դիմեցինք նյարդաբանի, ինքը նշանակեց MRT հետազոտություն, MRT հետազոտություն արդեն 3 ամսեկանում կատարեցինք, պարզվեց իր մոտ նեյրոֆիբրոմատոզը։ Իրեն անհրաժեշտ է բազմափուլային վիրահատություն։ Մի քանի մասնագետների ներկայությամբ, կոնսիլիում վիրահատություն, պետք է լինեն դիմացնոտային վիրաբույժը, նեյրովիրաբույժը, աչքի մասնագետը, օֆթալմոլոգը, ուռուցքաբանը, մի խոսքով մի 4-5 մասնագետ, ով ներկա պետք է լինեն վիրահատության ընթացքում։ Այստեղ չեն առնում անել այդ վիրահատությունը։ Այստեղ ոչ մի ձևով չեն կարող օգնել։ Իսկ ինչ պատասխան են տալիս։ Որ իրենք անկարող են, Հայաստանում անկարող են։ Չկան մասնագետներ, չկան սարքավորումներ, ինչ չկա։ Միգուցե համապատասխան սարքավորումներ չունեն, միգուցե, չգիտեմ, ես չեմ կարող։ Ես կարծում եմ, վայ, որ քանի որ Արմինեն չի կարող բոլոր այս հարցերին հստակ պատասխան տալ, մենք պարզապես կարող ենք խնդրել, հա, առողջապահության նախարարությանը միգուցե կոնսիլիում կազմակերպել եւ հասկանալ, թե ինչ կարելի է անել, եթե չկա բուժում Հայաստանի սահմաններում, միգուցե կա բուժում Եվրոպայում եւ փորձել կապվել, հա, դրսի բժիշկների հետ, ուղարկել երեխայի, հա, հիվանդության ողջ պատմությունը, հասկանալ, թե այնտեղ ինչ ախտորոշում հստակ կդրվի եւ թե ինչ, չգիտեմ, տարբերակներ են տեսնում։ Դուք փորձել եք ընդհանրապես կապվել արտերկրում աշխատող լավ մասնագետների հետ։ Դիմեցինք առողջապահության նախարարությանը, որ իրենց միջոցով տեսնենք մեր Հայաստանի Հանրապետության գլխավոր մասնագետների խորհրդատվությունը ինչ կառաջարկեն։ Դիմելով այդ 4 մասնագետի, իրենք առաջ քաշեցին, որ երեխայի հետագա բուժումը կամ վիրահատական միջամտությունը պետք է արվի միայն արտերկրում։ Ես հիմա ուզում եմ դիմել կոնկրետ մեր հեռուստադիտողներին, ովքեր ապրում են Եվրոպայում։ Խնդրում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր դիտում են այս հաղորդումը, թող եթե կա հնարավորություն հետաքրքրվեն տեղի բժշկական հաստատություններում, արդյոք հնարավոր է, որպեսզի մեր այսօրվա ընտանիքը երեխայի փաստաթղթերը ուղարկեն, փորձեն պատասխաններ գտնել, հնարավորություններ գտնել, հասկանալ, թե ինչ կարժենա եւ ի վերջո գան մի կետի, որտեղից կսկսվի երեխայի արդեն բուժումը եւ այդ վիրահատությունը։ Խնդրում եմ, որ անպայման արձագանքեք 099 65 01 24 հեռախոսահամարով, եթե կունենաք տեղեկություններ եւ իհարկե մենք էլ կփորձենք կապեր հաստատել Եվրոպայում մեզ ծանոթ հայ բժիշկների հետ, փորձելու համար, թե գուցե իրենք կարողանան օգտակար լինել։ Մի բան էլ նշենք, որ գիտենք, որ Ռուսաստանում էլ, հա, չեն տվել։ Մենք անցյալ տարի եղել ենք Մոսկվայում, փորձեցինք այնտեղ տեսնենք բժիշկները ինչ կարող են առաջարկել Գոհարիկի բուժման վիրահատության վերաբերյալ։
Եղել ենք Բուրդենկո նեյրոխիրուրգիայի կենտրոնում։ Այնտեղ հենց առաջին օրը եղել ենք, իրենք ասացին, որ քանի որ երեխան մտավոր ոչ մի խնդիր չունի, ուղեղի հետ խնդրեմ չկա, իրենց պրոֆիլի մեջ չի մտնում։ Ամեն ինչ նորմալ է, դիմեք ուրիշ մասնագետների, ուրիշ հիվանդանոց։ Եղել ենք դիմացնոտային խիրուրգիայի կենտրոնում, այնտեղ բաժնի վարիչը մեզ ընդունեց, ասացին, որ կարող են անել այս ատամնաշարի հատվածում, IT հատվածում, մի փոքր կոպի հատվածում, բայց դա միայն իրենցը չի։ Այստեղ պետք է հավաքվի նաև մնացած մասնագետները։ Իրենց արածը այս ամենի մեջ շատ չնչին բան է, շատ չնչին, թե այդ բոլոր մասնագետները մեկ վիրահատությանը կհավաքվեն, թե առանձին կարող են անել, ես չեմ կարող ասել, ես մասնագետ չեմ այդ առումով։ Ներողություն եմ խնդրում ոչ պրոֆեսիոնալ գնահատականից համար ես հասկացա հետևյալը, որ ուղղակի հարկավոր է բժշկական հաստատություն, որտեղ այդ բոլոր մասնագետները հավաքված կլինեն եւ կոնսիլիումից հետո կարողանան գծել գործողությունների ընթացքը եւ հերթականությունը։ Եվ վստահ եմ, որ Եվրոպայում ինչ որ մի բան հնարավոր է անել, այդ իսկ պատճառով եւս մեկ անգամ դիմում եմ մեր հայրենակիցներին, ովքեր գոնե թե կարողանան կապ հաստատել մեզ հետ, եթե կարողանանք որևէ բանով օգնել։ Եվ իհարկե մեր հեռախոսահամարները հիշեցնեմ, որոնց միջոցով կարող եք հանգանակություններ կատարել, քանի որ այս ընտանիքը երկար ճանապարհ ունի անցնելու, որը վստահ եմ անվճար չի լինելու եւ լինելու է բավականին թանկարժեք։ Ես չգիտեմ որքան կարողանանք մենք բոլորը միասին հավաքել, բայց գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր սրտացավ են եւ հաստատ ուզում են օգնել Գոհարիկին։ 7000 կարճամարին կարող եք ուղարկել 23 թիվը 09000 հեռախոսահամարին զանգահարեք, որպեսզի կարողանաք գումար փոխանցել եւ իհարկե բանկային հաշվեհամարները, որոնց միջոցով կարող եք աշխարհի ցանկացած երկրից գումար փոխանցել այս ընտանիքին։ Օրնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի։ Կարևորը նաև մեզ համար շատ ձեր խոսքը, դուք ինչ որ չափով ծանոթացաք ընտանիքի պատմությանը, ինչ խնդրի առջև են կանգնել, ինչ խորհուրդ կտաք, ինչ անի այս ընտանիքը միայնակ։ Ես տեսնում եմ, որ մայրը պայքարում է, հա, բոլոր հնարավոր տարբերակները գտել է, բայց հապարձյուն։ Նախ կուզենայի ողջունել ձեզ բոլորիդ, ողջունել այս հաղորդման կազմակերպիչներին եւ շատ ուրախ եմ, որ նման հաղորդումները դարձել են շարունակական, քանի որ իրոք սա մեր յուրաքանչյուր քրիստոնյայիս համար բացվում է մի հնարավորություն իր ընթացքը քրիստոնեական ընթացքում իր քայլը կատարել դեպի բարի գործ, դեպի Աստծո կամքի իրականացում։ Մենք հաճախ տարբեր հայտարարություններ լսում ենք, տեսնում ենք երեխաներին եւ այլոց օգնելու վիրահատության համար, բայց հաճախ մարդիկ իհարկե կասկածանքով են մոտենում նման փաստերին եւ ահա հեռուստատեսության կողմից կազմակերպել այսպիսի հաղորդման արդեն լիարժեք վստահություն է նախ ներշնչում, որ փաստը իրականություն է հանդիսանում եւ իրոք կարելի է օգնության ձեռք մեկնել տվյալ անձանց։ Ինչ վերաբերում է երևույթին, իհարկե բոլորիս համար շատ ցավոտ է եւ մենք այստեղ պետք է հետևենք Քրիստոսի կարևորագույն մի պատվիրանին՝ սիրեք ձեր մերձավորին ինչպես ձեր անձը։ Այսինքն, ինչ կաներ մարդ, եթե լիներ դա իր երեխան, ինչպիսի քայլերի կդիմեր։ Եվ այսպիսի կարգավիճակի պիտի յուրաքանչյուրս որպես քրիստոնյա հասնի, հասկանա, որ մերձավորը համայն քրիստոնյա ժողովուրդն է, աշխարհն է, եւ ինչպես սեփական երեխային է սիրում, այնպես էլ իր հոգատարությունը պետք է աշխատի ցուցաբերել այս պահին նեղության մեջ գտնվող տվյալ մեր փոքրիկին։ Այսօր մենք հավաքվելով այս հեռուստատեսության տաղավարի մոտ ստանում ենք Աստծուց ընձեռած հնարավորություն մեր քրիստոնեական աջակցությունը, սերը, հոգատարությունը ցուցաբերել փոքրիկի հանդեպ եւ Աստված կօրհնի եւ մեզ եւ մեր մանուկը կստանա Աստծո լիակատար հոգատար վերաբերմունքը եւ իհարկե ծնողն էլ իր ամուր խաչը կրելու համար Աստծուց վարձքը։ Այ խոսում էինք հավատքի մասին, այստեղ ամենակարևորը այն է, որ ամենից շատ հավատքով լցված է հենց Գոհարիկը, եւ նա ունի նպատակներ, եւ նա ունի նաեւ երազանքներ։
Դիտենք տեսանյութը իմանանք թե ինչ երազանքներ ունի Գոհարիկը։ Բասը, բայդը, գրավկը, պլաշին, ուժանինը, բրեսկը, ռեացիկ։ Մի օր ես տանը չեմ եղել, պապիկի ու տատիկի հետ եմ եղել։ Ամենա պատե առիթի ժամանակ միշտ պապիկը ասում է Աստված ջան, իմ աղջիկին առողջություն տուր, որ շուտ ապաքինվի, Գոհարիկը ասում է, որ ես անպայման երկու աչքով նայեմ, չէ իմ մամայի։ Նայում է Աստված, պապիկը ասում է իմ աչքը լավացնի, ձեռքը դնում աչքի վրա, բարձի տակ ունենք մանկական Աստվածաշունչը, անընդհատ բացում է, նայում է, հետաքրքրվում է, չգիտեմ։ Բոլորիս մեջ այդ հավատը կա, որ մի օր անպայման ինքը կլավանա ու իր երազանքը, բոլորիս երազանքը կատարվի, որ ինքը բոլորիս իր ուզած երկու աչքով կնայի։ Վայրերը տոնայցնայ, վարդի, ութը, հագիստավոր։ Դեր հայտ, ինչպես հասկացանք, այս ընտանիքում հավատքը մեծ տեղ ունի եւ կարեւորություն է տրվում բնականաբար եւ դրանք լոկ խոսքեր չեն։ Ինչպես կարձագանք եք։ Ես շատ ուրախ եմ եւ ողջունում եմ եւ տեսնելով այդ հավատքի արկայությունը իրենց հոգիներում, սրտերում, կարծում եմ, որ համագործակցելով մեզ հետ մենք կարող ենք միասին մեծ արդյունքների հասնել, որովհետև Աստծո համար անհնարին բացարձակ ոչինչ չկա, եթե մեռյալներին հարություն էր պարգևում բժշկել, մեր փոքրիկին իր համար որևիցե դժվարություն չի ներկայացնում, բայց հիշենք, որ նա կարող է նաև այդ բժշկումը պարգևել, եթե մենք երկարատև կերպով, համբերատար կերպով Աստծուց հայցենք։ Մենք ամեն անգամ եկեղեցի գնալուց անպայման Գոհարիկը անտարբեր չի անցնում հանգանակությունների արկղեկի կողքով, անպայման, պապա 1000 տուր, որ ես անպայման գցեմ հանգանակությունների արկղը, իր մոտ դա պարտադիր պայման է, ու մենք շատ ուրախ ենք դրա համար, որ ինքը միշտ տենց լավ քայլ է անում։ Յուրաքանչյուր քրիստոնյայի համար բարեգործությունը հոգու պարտք է եւ յուրաքանչյուրս պետք է այդ գործին ներգրավված լինենք եւ դիմելով մեր հեռուստադիտողներին առաջարկում եմ ձեր հոգու պարտքը կատարել այս ընտանիքի նկատմամբ եւ փորձել փոքրիկ հանգանակությունների միջոցով գումար հավաքել, որպեսզի այս երեխան վերջիվերջո գտնի իր առողջության ճանապարհը 7000 կարճ համարին կարող եք ուղարկել 23 թիվը նշելով հաղորդագրության մեջ 23 թիվը 09000 7000-ին կարող եք զանգահարել եւ այդ կերպ ձեր նվիրատվությունը կհաշվարկվի ինչպես նաեւ օգտվեք բանկային փոխանցումների համակարգերից հաշվեհամարները դուք տեսնում եք էկրաններին եւ իհարկե զանգահարեք տեղեկությունների համար 099650124 հեռախոսահամարով մենք ցանկացած տեղեկություն մանրամասն ձեզ կփոխանցենք եւ իհարկե հույս ունենանք որ որքան էլ որ ժամանակ պահանջվի, մենք կարողանանք միասին համախմբվելով փոխենք այս ընտանիքի ճակատագիրը։ Այս երեկո մեզ հետ է նաև դերասանուհի Տիկին Ալա Վարդանյանը, բարի երեկո Տիկին Վարդանյան։ Ես հետևում էի, հա, ձեր աչքերին հաղորդման ընթացքում։ Շատ բարդ է, շատ դժվար է յուրաքանչյուր ծնողի համար իր երեխայի նույնիսկ փուշը մտնում դա արդեն ցավ է յուրաքանչյուրիս համար։ Ես չգիտեմ, նախ եւ առաջ ես ուզում եմ, ինչպես եւ բոլորը ասացին, ողջունել ձեր այս հաղորդումը, որը մասնակից է դարձնում հեռուստադիտողին։ Իրենք էլ դիտելով այս ամենը սեփական աչքերով, այս երեխաների ցավը, ինձ թվում է հաղորդումից հետո յուրաքանչյուրը մեծ ցանկություն կունենա ինչ որ մի բանով օգնել փոքրիկին եւ յուրաքանչյուր հիվանդ բալիկին իսկ ծնողներին նույնիսկ չգիտեմ ինչ ասել պետք է ուղղակի պայքարեք պետք է հավատաք անպայման հավատաք որ ամեն ինչ լավ կլինի եւ ինձ թվում է դա այդպես էլ կլինի
Անպայման այդպես էլ լինելու է։ Ես վստահ եմ համախմբման արդյունքում մենք բնականաբար կարող ենք եւ մի քանի անգամ արդեն հասցրել ենք ապացուցել, որ եթե բոլորը միանան, եթե բոլորը ուժերը համախմբեն, վստահաբար փոխվում են ճակատագրեր, առողջանում են բալիկներ։ Այս գործում շատ կարևոր է նաև հանրաճանաչությունը, շատ կարևոր է համացանցը, սոցցանցերը, այդ սոցցանցերում ակտիվ օգտատերերը, մեր հանրաճանաչ դերասանները, երգչուհիները եւ երբ իրենք էլ միանում են իրենց անձնական ռեսուրսներով, ապա ավելի մեծ են հնարավորությունները։ Այսօր տաղավարում մենք հյուրընկալել ենք դերասանուհի Լիկա Սալմանյանին, ով նույնպես ճանաչված եւ սիրված դերասանուհի է հեռուստատեսային ֆիլմերում ու գիտեմ, որ բավական մեծ ռեսուրսներ ունի համացանցում։ Դուք ինչ կարծիքի եք, արդյոք համացանցը կարող է ծառայել այսպիսի գործերին։ Եթե թույլ կտաք, նախ եւ առաջ ուզում եմ փոքրիկ կոչ անել հեռուստադիտողին, ինչպես դուք նշեցիք, թեկուզ ամեն մեկս ունենալով մեր փոքրիկ լուման, այսինքն մեկ SMS-ը, որը արժի ինչքան որ տեղյակ եմ 500 դրամ, յուրաքանչյուրս եթե կարողանանք տրամադրել մեկ SMS, մենք փոքրիկին կնվիրենք նրա լուսավոր եւ առողջ ապագան։ Իսկ ընտանիքին ցանկանում եմ փոքրիկի ծնողներին մաղթել համբերություն, հավատ, քանզի որ հավատը դա յուրաքանչյուր լավ բանի սկիզբն է։ Դուք եւ ձեր գործընկերները բավական մեծ թվով հետևորդներ ունեք։ Երբևէ փորձել եք դա որպես օգնություն, հա, որպես ուժ։ Չի եղել նման դեպք, բայց ներկա լինելով հաղորդմանը, ծանոթանալով պատմությանը, բնականաբար այս դեպքը կլինի առաջինը։ Նաեւ ուզում եմ ասել, որ իմ ընկերների թվում կա մեկը, ով զբաղվում է համերգների կազմակերպմամբ, բարեգործական։ Ես խոստանում եմ, որ իրականացվի համերգ, որի հասույթը կտրամադրվի փոքրիկին։ Եվ վերջում Եթեն բացառելու համար, նրա համար, որ հեռուստադիտողն էլ հիմա համոզված լինի, որ համախմբվելով կկարողանանք ընտանիքին օգնել, Անայդ, ինձ համար կարևոր է, որ ասեք, դուք կապվել եք նաև Իսրայելում բժիշկների հետ։ Դուք լսել եք այնտեղից պատասխան, որ այո, մենք վերցնում ենք մեզ վրա այդ պատասխանատվությունը վիրահատելու։ Ծրագիրը ուղարկել են, ինչ միջոցով կիրականացնեն Գոհարիկի այդ բուժումը, վիրահատությունը, իրենց ամբողջ ծրագիրը մեզանից միայն կախված է հիմա այս պահին գումարային։ Եվ որքան է կազմում այդ գումարը։ Մոտավորապես $100,000։ $100,000։ Ես եւս մեկ անգամ շատ մեծ հույս եմ հայտնում, հա, հավատալով, որ առաջին ալիքը դիտում են ոչ միայն Հայաստանում, առաջին ալիքը դիտում են ամբողջ աշխարհում, եւ մեծ հույս ունեմ, որ աշխարհում դիտող յուրաքանչյուր հայ այս պահին հետամուտ կլինի, հետեւողական կլինի եւ կփորձի օգնել։ Այդ օգնությունը կարող է լինել ոչ միայն հա դրամային, այլ նաեւ կարող է լինել այն տեսքով, որ կապվել բժիշկների հետ եւ փորձել տալ լուծում, որովհետեւ մենք ունեցել ենք դեպքեր, որտեղ Եվրոպայում աշխատող եւ գործող հայ բժիշկները վերցնում են իրենց վրա այդ պատասխանատվությունը անվճար վիրահատելու ինչ-ինչ դեպքերում, հա, մանուկներին։ Հուսանք, որ միգուցե սա կլինի այդ դեպքերից մեկը, կամ էլ կհայտնվեն բարերարներ, ինչպես նաև մեր հեռուստադիտողները, ովքեր կհամախմբվեն, եւ եթե անգամ չենք կարող, հա, հստակ ասել, որ $100,000 կկարողանանք հավաքել, բայց գոնե կհավաքենք նախնական այնքան գումար, որ դուք կարողանաք գործը առաջ տանել։ Ես իմ կողմից, բացի նրանից, որ ես սիրով կքվեարկեմ փոքրիկի համար, կզանգեմ, որպեսզի ունենամ նաև իմ ֆինանսական աջակցությունը, բայց ես իմ կողմից ձեզ առաջարկում եմ անհատույց ձեր ընտանիքի յուրաքանչյուր անդամի հետ, ով ունի կարիք, ինչպես նաև Գոհարիկի հետ, իրականացնել հոգեբանական խորհրդատվություն, երբ ձեզ հարմար է, երբ կունենաք այդ ցանկությունը։ Շնորհակալ եմ։ Եվ մի բան էլ, Անահիտ, առաջին տեսանյութում հենց դուք հա ձեր խոսքերում ասում եք, որ իմ աղջիկը ծնվել է, նա ամենալավն է, ամենասիրունն է, եւ եթե ծնվել է այսպես, ուրեմն դա Աստված է կամեցել։ Եթե այդպես եղել, ուրեմն Աստված նաև տեսնելու է դրա ելքը եւ դրա լուծումը, դուք պետք է համոզված լինեք։ Իսկ մեր գործն է ընդհանրապես համախմբել այն մարդկանց, ովքեր կցանկանան օգնել այս ընտանիքին։ Մեր գործն է հավատալ, եթե բոլորը գաղափարին եւ համոզված լինել, որ համախմբվելով մենք կկարողանանք շատ բան փոխել, կկարողանանք օգնել։
Տաղավարում ես առաջարկում եմ մեր հյուրերին շարունակել ընկերությունը, Տեր Հայր, դուք սիրելի հյուրեր, մասնագետներ, այս ընտանիքը ընկերների կարիք շատ ունի։ Ես առաջարկում եմ, որ դուք ընկերանաք, շարունակեք ընկերությունը եւ իհարկե մեր հեռուստադիտողն էլ ընկերանա մեր ընտանիքի հետ։ Դուք կարող եք հանգանակություններ կատարել 7000 կարճ համարին ուղարկելով 23 թիվը։ Այս ծառայությունը գործում է միայն Հայաստանի համար։ Երբ կկամենաք, կարող եք այդ հաղորդագրությունը ուղարկել եւ քանի հատ կկամենաք, անսահմանափակ։ Ինչպես նաեւ զանգահարեք 09000 7000 հեռախոսահամարին։ Զանգահարելու միջոցով դուք նույնպես կդառնաք այս ընտանիքի բարերարը։ Եվ իհարկե մեր էլեկտրոնային փոխանցումների համակարգը, որոնք գործում են աշխարհի ցանկացած վայրից, մեր հաշվեհամարներին կարող եք հանգանակություններ անել, որոնք ի նպաստ կծառայեն այս ընտանիքի համար։ Եվ ես ուզում եմ, որ մենք այսօրվա մեր թողարկումը փակենք ուրախ նոտայի վրա, որովհետև հենց այսօր, հենց այս պահին ես հասկացա, որ եթե երբևէ որոշեմ այլևս չվարել այս հաղորդումը, ով է իմ տեղը կանգնելու։ Խնդրեմ, պատրաստի հաղորդավարը միկրոֆոնով, թղթերով կանգնած է։ Սիրելի հեռուստադիտող, յուրաքանչյուրս պետք է հավատանք, որ այսօր կարող ենք մեր օգնությունը ցուցաբերել այս փոքրիկ հրաշքին եւ միշտ իմանալ, որ այսօրվա մեր արարքները կաթիլներ էին, իսկ սովը բաղկացած է լինում կաթիլներից։ Մենք կհանդիպենք եկող ուրբաթ եւ հավատում ենք, որ շատ շուտով կրկին անդրադառնալու ենք Գոհարիկի պատմությանը միայն ուրախ նոտայի վրա։